Գրեթե քաղաքական կարիերա չունեցող Դավիթ Արուշանյանը հեղափոխությունից հետո բախտի բերմամբ թե պատահմամբ ընտրվեց Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ 2021 թվականին։ Հենց այս նույն սկզբունքով Արուշանյանը նախորդ տարի 24 թվականի դեկտեմբերին պատգամավորական մանդատը վայր դրեց եւ դարձավ Շիրակի մարզպետ։ Դավիթ Արուշանյանը փոխարինեց Մուշեղ Մուրադյանին, ով նույնիսկ չգիտեր, որ պաշտոնանկ է արվել։ Արուշանյանը երկար տարիներ աշխատել է Անի տուր տուրիստական գործակալությունում, սկզբում որպես փոխտնօրեն, ապա տնօրեն, որից հետո 21-ից 22 թվականներին Արուշանյանը դարձել էր Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ։ Նա 2018 թվականից քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է, իսկ 2022 թվականի հոկտեմբերի 26-ին ԱԺ ընտրվեց ՔՊ կուսակցության համապետական ընտրացուցակով։ Այսպիսով, ինչ ունեցվածք ունի Շիրակի մարզպետը։ Դավիթ Արուշանյանի 24 թվականի եկամուտների անշարժ գույքի ծախսերի եւ շահերի հայտարարագրի համաձայն նա ունի 3 անշարժ գույք, 2 բնակարան, որոնք ձեռք է բերվել 2014 թվականին Երևանում, եւ ավտոկայանատեղի, որն Արուշանյանը գնել է Կենտրոն վարչական շրջանում։ Բացի այս գույքերից Շիրակի մարզպետը Գյումրիում ունի հիփոթեկով գնված բնակարան, որի հիփոթեկի մայրգումարի մնացորդը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել էր $52,400։ Արուշանյանը 2024 թվականի տարեսկզբին ունեցել է 2 մեքենա՝ Nissan եւ Range Rover մակնիշների։ Տարվա ընթացքում Nissan մակնիշի մեքենան մարզպետը վաճառել է 3 միլիոն դրամով։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1,5 միլիոն դրամ եւ 500,000 դրամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են $25,000, 18,000 եվրո եւ դրամային փոխարժեքով կանխիկ միջոցները նվազել են 2 միլիոն դրամով 12 միլիոն դրամից դառնալով 10 միլիոն դրամ։ Մարզպետի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 10 միլիոն 532,000 դրամ, որից 10 միլիոն 300,000 դրամն աշխատանքի վարձատրություն է ազգային ժողովից, իսկ 232,000 դրամը Շիրակի մարզպետի աշխատակազմից։ Արուշանյանի ստացված վարկերի եւ փոխհարությունների մայրգումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 20 միլիոն 378,000 դրամ։